Ներառականությունը եւ դրա հանրային ընկալումների ձևավորումը Ծաղկաձորում մեկ սեղանի շուրջ էր համախմբել շուրջ 3 տասնյակ լրագրողների, դերասանների, հոգեբանների, լոգոպեդների եւ ուսանողների։ 2 օր շարունակ նրանք փորձում էին գտնել այն գործիքներն ու մոտեցումները, որոնք կարող են նպաստել ավելի ներառական հասարակության ձևավորմանը։ Իրականում մասնակիցների խումբը բավական հետաքրքիր է, որի նմանատիպը դեռ չենք ունեցել։ Ինքը ունեցել ենք դասընթացներ առանձին ուսանողների համար, լրագրողների համար, բայց այս անգամ որոշեցինք մեկտեղել ուսանողներին, լրագրողներին, դերասաններին, որպեսզի հասարակության այն ներկայացուցիչները, ովքեր որ այս կամ այն կերպ մեծ ազդեցություն ունեն մարդկանց կարծիքների ձևավորման վրա, մեկտեղվեն եւ փորձեն համատեղ ջանքերով գտնել լուծումներ։ Մասնակիցները քննարկեցին մեդիայում, արվեստում եւ հանրային խոսույթում հաճախ հանդիպող կարծրատիպերը, խտրական ձևակերպումները եւ դրանց ազդեցությունը հանրային ընկալումների վրա։ Բառապաշարը ինչպես օգտագործել, օրինակ հաշմանդամություն ունեցող անձանցից ինչպես հարցազրույցը վերցնել, ինչ բառերից խուսափել, օգտագործել հենց անձնակենտրոն մոտեցումը, խուսափելով հերոսացումից կամ հակառակը զոհականացման միտումը պետք է անպայման խուսափել։ Մենք նաեւ խոսեցինք էթիկայի մասին, թե հարցազրույց վերցնելու ժամանակ ինչ էթիկական կանոններ պետք է հաշվի առնենք, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը երկրորդական պլան չմնա եւ մենք շեշտը չդնենք նրա ախտորոշման վրա։ Մասնակիցները տարբեր իրավիճակային սցենարների միջոցով փորձեցին հասկանալ այն խոչընդոտներն ու սահմանափակումները, որոնց ամեն օր բախվում են հենաշարժողական, տեսողական կամ լսողական խնդիրներ ունեցող մարդիկ։ Առաջին անգամ եմ մասնակցում այսպիսի սեմինարի եւ կարծում եմ, որ իհարկե շատ է ինֆորմացիան, դեռ դա յուրացնել է պետք, բայց մեկ անգամը քիչ է, որպեսզի լիարժեք հասկանանք, թե ինչ է ներառականությունը եւ ինչպես յուրաքանչյուր ցանկացած մարդ պետք է վերաբերվի հենց դրան, այդ երևույթին։ Լինելով դերասան, աշխատելով թատրոնում, պետք է ասեմ, որ այո, թատրոնը միշտ պիտի անդրադառնա եւ անդրադառնում է այս թեմային, որովհետեւ հանրությունը այցելում է թատրոն կրթվելու եւ դաստիարակվելու, այստեղ նաեւ պետք է շեշտադրենք ներառականության թեման։ Աշխատարանի ավարտին տարբեր մասնագիտական խմբերից ձևավորված խառը թիմերը մշակեցին եւ ներկայացրին ներառականության գաղափարի տարածման ուղղված մեդիա եւ արվեստի նախաձեռնություններ։ Արդյունքում ստեղծվեցին ներառականության գաղափարը հանրայնացնող տարբեր արտադրանքներ՝ պայուսակներ, ստիկերներ, դրոշմապիտակներ, օրացույցներ եւ հումորային ծաղրանկարներ, ինչպես նաեւ բեմադրվեց ներառական ֆորում թատրոն։ Նաեւ այլ ծրագրեր ունի հայկական Կարիտասը, որոնցից կարող եմ 2 խոշոր ծրագրեր առանձնացնել։ Մեկը street art-ի, հա, այսպես ասած փողոցային արվեստ, որ կոչվում է թարգմանությամբ, դրա միջոցով ներառականությունը խթանող, ներառական սպորտը, եթե ճագերտները բացեմ, խթանող պատկեր ենք ունենալու Գյումրու հասարակական վայրերից կամ հասարակությանը ավելի մոտ գտնվող ինչ-որ միջավայրում նկարելով եւ իրազեկելով այդ մասին, որպեսզի անընդհատ անցորդները, քաղաքացիները իրենց աչքի առաջ ունենան նաեւ այդ պատկերները եւ գուցե անցնելիս մի պահ կանգ առնեն եւ խորհեն այդ թեմայի շուրջ եւ նաեւ նախատեսվում է ծրագիր համագործակցություն Գյումրու պետական դրամատիկական թատրոնի հետ ներկայացման շուրջ, որի ճագերտները իհարկե հիմա չեն բացի, բայց նորից մեծ ծրագիր է սպասվում, որի մասին որ հետագայում ավելի մանրամասը կտեղեկացնենք հասարակության։ Մասնակիցները պայմանավորվեցին ստեղծել ներառականության ոլորտում գործող միջոլորտային համագործակցության ցանց, որը կմիավորի մեդիայի, արվեստի, կրթության եւ նեղ մասնագիտական ոլորտների ներկայացուցիչներին համատեղ նախագծերի եւ ներառականության օրակարգը առաջ մղելու նպատակով։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։